Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արթնացել, այսօր մեր բարև երկիրը կիրակնօրյա շատ այսպես առողջապահական է, խոսում ենք առողջությունից, բժշկությունից, օգտակարությունից, դա միշտ հաճելի է կարծում եմ, եւ հիմա էլ ժամանակն է, որպեսզի եթերը տրամադրենք մեր գործընկերոջը։ Առողջ երկիրն է այս պահին բժիշկ Մանուկյանի հետ եւ այս շաբաթ բժշկի հյուրը Աջափնյակ բժշկական կենտրոնի բժիշկ վնասվածքաբան Մուշեղ Հակոբյանն է։ Խնդրեմ բժիշկներ, բարև ձեզ։ Կրկին ողջունում եմ ձեզ հարգելի բարեկամներ, առողջ երկիրն է բժիշկ Մանուկյանի հետ եւ այսօր զրուցելու ենք տրավմատոլոգիայի մասին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տրավմատոլոգիան Աջափնյակ բժշկական կենտրոնում շատ ակտիվ կիրառվում է, օգտագործվում է արդեն երկար ժամանակ շտապ օգնության հետ համագործակցելով եւ կարելի է հասկանալ, պարտավոր ենք հասկանալ, ինչ մեթոդներ են կիրառվում Աջափնյակ բժշկական կենտրոնում։ Աջափնյակ բժշկական կենտրոնում գործում է վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ծառայությունը, որտեղ իրականացվում են ինչպես վնասվածքաբանական, այնպես էլ օրթոպեդիկ բարդ վիրահատություններ, որոնցից են բարդ կոտրվածքների վերականգնումը հարթակներով եւ իմպլանտներով, կոնքազդրային հոդերի, ծնկահոդերի, ուսահոդերի էնդոպրոթեզավորումները, ինչպես նաեւ արթրոսկոպիկ վիրահատությունները։ Մեր վիրահատությունների ժամանակ օգտագործվում են բացառապես ամերիկյան եւ եվրոպական իմպլանտներ, որոնք ապահովում են բուժման բարձր որակ եւ հետվիրահատական բարդությունների մինիմալ ռիսկեր եւ հնարավորության դեպքում վիրահատությունները կատարվում են նվազինվազիվ մեթոդներով, որի օրինակ է խոշոր հոդերի արթրոսկոպիկ միջամտությունները։ Շարունակելով մեր հաղորդումը, նաև հերթական հարցը տամ, ինչ դեր ունի արթրոսկոպիան անհետաձգելի վիրաբուժության մեջ։ Արթրոսկոպիան սովորաբար չի դասվում անհետաձգելի բուժօգնության խմբին, այն ավելի շատ պլանային կատարվող միջամտություն է։ Բնականաբար հետաքրքիր է իմանալ նախ եւ առաջ ինչ է արթրոսկոպիան, որ դեպքերում այն կիրառվում։ Արթրոսկոպիան ժամանակակից քիչ ինվազիվ վիրաբուժական մեթոդ է, որը կիրառվում է հոդերի ախտորոշման եւ բուժման նպատակով։ Արթրոսկոպիան մեզ թույլ է տալիս փոքր մինչև 1 սանտիմետր 2-ից 3 կտրվածքների միջոցով հոդի խոռոչ անցկացնել գործիքներ, որոնց օգնությամբ կարողանում ենք վերականգնել ներոդային կոմպոնենտների վնասումները։ Խոսքը վերաբերում է մենիսկներին, կապաներին եւ ջլերին։ Արթրոսկոպիկ վիրահատությունները հնարավորություն են ընձեռում ապահովել կարճ հետվիրահատական վերականգնողական շրջան, արագ ակտիվացում եւ անցում բնականոն կյանքին։ Եվ այսպես բարեկամներ, անհետաձգելի բուժօգնության դեպքում կրկին Աստված միար Աստծո, Աջափնյակ բժշկական կենտրոնի ամբողջ պրոֆեսիոնալ կոմպետենտ թիմը սպասում է ձեզ 24 ժամ։ Եղեք առողջ, ձեզ հետ է բժիշկ Մանուկյանը։